Carrefour-ից Yandex.Go-ի միջոցով պատվերներ կատարելով օգտատերերը կարող են հավաքել երկրի վայրի կենդանիների բնակության քարտեզը եւ ստանալ Հայաստանի գազանների ընկեր նշանը։ Ավելին 5000 դրամից բարձր յուրաքանչյուր պատվերից ծառայությունը 300 դրամ կփոխանցի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին։ Հավաքագրված միջոցները կուղղվեն անազատությունից փրկված արջերի եւ այլ կենդանիների կերակրմանը, խնամքին, բուժմանը եւ վերականգնմանը։ Նախագծի հավաքածուն, որն օգտատերերը կարող են հավաքել Carrefour-ից գնումներ կատարելով Yandex.Go-ի միջոցով, բաղկացած է կենդանիների պատկերներով, ստիկերներից եւ Հայաստանի խաղային քարտեզից։ 5000 դրամ եւ ավելի արժեքով պատվերի դեպքում օգտատերը ստանում է մեկ կենդանու ինքնակպչուն պիտակ եւ նրա մասին համառոտ տեղեկատվությամբ քարտ, որտեղ է բնակվում եւ ինչով է սնվում։ 10000 դրամ եւ ավելի արժեքով պատվերի դեպքում ինքնակպչուն պիտակի հետ միասին պատվերի հետ կգա նաեւ քարտեզը, որի վրա կարելի է փակցնել կենդանիներին։ Այն օգտատերերն, ովքեր քարտեզի վրա կհավաքեն 5 տարբեր կենդանիներ, կկարողանան ստանալ Հայաստանի գազանների ընկեր նշանը։ Դրա համար անհրաժեշտ է այցելել Երևան մոլի Carrefour եւ ներկայացնել ստիկերներով քարտեզը։ Ակցիայի մասնակիցներին հասանելի են 10 տեսակի կենդանիների ինքնակպչուն պիտակներ, այծյամի, վարազի, Սևանա լճի իշխանի, ջրասամույրի, խայտաքիսի, աքիսի, մկնաճուրակի, ինչպես նաեւ հազվագյուտ եւ անետացման եզրին գտնվող տեսակների, կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, գառնանգղի։ Քարտերում ներկայացված տեղեկատվության հիման վրա յուրաքանչյուր կենդանու ստիկերը պետք է տեղադրել նրա բնակության համապատասխան տարածաշրջանում՝ Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Լոռի, Կոտայք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք եւ Սևանալիճ։ 5000 դրամից բարձր յուրաքանչյուր պատվերից ծառայությունը 300 դրամ կփոխանցի վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին։ Հավաքագրված միջոցները կուղղվեն շագանակագույն արջերի եւ այլ վայրի կենդանիների լրացուցիչ կերակրմանը, թե բնական միջավայրում ապրողների, թե հիմնադրամի վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում գտնվողների համար։ Նվիրատվությունները կօգնեն ապահովել լրացուցիչ սնունդ բնական կերի պակասի ժամանակահատվածներում, ինչպես նաեւ կապահովեն անազատությունից փրկված կենդանիների կերակրումը, խնամքը, բուժումն ու վերականգնումը։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում մեր աշխատանքի մեծ մասը կապված է բնապահպանության կարևոր նախաձեռնությունների հետ, ներառյալ լրացուցիչ կերակրումներ, վայրի կենդանիների փրկարար կենտրոնի գործունեություն, ինչպես նաեւ որփացած քոթոթների փրկություն եւ վերադարձ վայրի բնություն։ Yandex Armenia-ի հետ այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք այս կարևոր պահպանական ծրագրերի մասին իրազեկումը հասցնել հայ ընտանիքներին։ Շատ ուրախ ենք այս հնարավորության համար մարդկանց ներշնչելու մեր երկրի վայրի բնությունը պահպանելու կարևորության մասին։ Խոսելով նախաձեռնության մասին, ասում է Ռուբեն Խաչատրյանն, ով վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր եւ տնօրենն է, բնապահպանության պահպանության միջազգային միության խորհրդի անդամ։ Նախագծի խորհրդատու Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ Աստղիկ Ղազարյանի կարծիքով էլ նախագծի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել կենդանիների եւ նրանց բնակավայրերի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտությանը եւ արժանապատվությանը։ Yandex.Go-ի նախաձեռնությունը խաղային եւ մատչելի ձևով հնարավորություն է տալիս տարբեր տարիքի մարդկանց, երեխաներից մինչև մեծահասակներ պատմել Հայաստանի ֆաունայի մասին եւ նպաստում է բնության նկատմամբ հոգատար ու գիտակցված վերաբերմունքի ձևավորմանը։ Նախագիծը ցույց է տալիս, որ վայրի կենդանիների մասին հոգատարությունը կարող է սկսվել պարզ եւ հասկանալի քայլերից, նշել է նա։